Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ 10 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն, ինչ է կատարվել Լոռու մարզում։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոռում հանդիպել է մշակույթի գործիչների հետ, ինչ են քննարկել։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները բարդ փուլում են, ինչ ազդեցություն կունենա դա Հայաստանի վրա։ Ահազանգ Լոռիից ինչ են պատմում տեղացիները։ Թրամփը Չինաստան այցը գնահատել է հաջողված, կխորանա արդյոք ԱՄՆ Չինաստան տնտեսական գործակցությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոռում հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ։ Քննարկվել են երկրում առկա հասարակական քաղաքական վիճակը, ներհասարակական լարվածությունները և եկեղեցի պետություն հարաբերությունների ներկայիս մտահոգիչ զարգացումները։ Կողմերը կարևորել են եկեղեցու դերակատարությունը ազգային ինքնության պահպանման և հասարակական համերաշխության ամրապնդման գործում։ Նախընտրական քարոզարշավը շարունակում է մարզային այցերով ու հանդիպումներով։ Քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, փորձելով համոզել ընտրողին, որ հենց իրենք կարող են լուծել երկրի խնդիրները։ Օրինակ, այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շրջել է Երևանի կենտրոնում, շփվել քաղաքացիների հետ։ Շրջայցի ընթացքում քաղաքացիների մի մասը մոտեցել է նրան, լուսանկարվել և շնորհակալություն հայտնել խաղաղության հաստատման, թոշակների բարձրացման և առողջապահական ապահովագրության ծրագրերի համար։ Բայց նրա ոգևորության վրա ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում նրան մերժող քաղաքացիները։ Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ում ուզում եք տեսնել։ Ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածքին հանձնելու։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին լինել չի կարող։ Բայց մեր տարածքին ասեք, որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի, ոչ միայն Արցախից, Արցախից չէ վրա։ Շնորհակալ։ Մերսի Ժորժ ջան։ Շատ շնորհակալ ենք մեր հյուրասիրությամբ։ Ասենք երկրորդ անգամ կատարում, նկարում ենք երկրորդ անգամ պարոն վարչապետի գալի է ձեզ գրկել։ Մենք ձեր հետ ենք։ Շնորհակալ եմ։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան առանց նոր քննության վերականգնել վարորդական իրավունքները։ Որ տարին բան արիք, որ պահին վերականգնվեց, այդ տարվա համար վերականգնված վարորդին տրվում է ոչ թե 13 բան, այլ տրվում է 6 բան։ Իրոք է սպասեք, եթե այդ մի տարվա ընթացքում չի զրկվում, բանից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական լիարժեք ռեժիմի, այսինքն 13 բալով։ Մի րոպե։ Եթե այս 13 բանից հետո էլի ինչ-որ պատճառ զրոյանում է, այսինքն զրկվում է, դրանից հետո արդեն ոչ մի տարբերակ չկա, առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից։ Նա հայտարարել է, որ Հայաստանը այլևս թույլ չի տա, որ արտաքին ուժերը երկիրը օգտագործեն իրենց շահերի համար։ Ապա քննադատել է ՀԱՊԿ-ին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ, երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող
պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Իդեպ վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների թեման նույնպես կոշտ երանգներ է ստացել։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է, Երևանը հասկանում է, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև միաժամանակ գտնվելը երկարաժամկետ հնարավոր չէ։ Նրա խոսքով, եթե նման որոշման անհրաժեշտություն առաջանա, այն պետք է կայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների տնտեսական կողմին անդրադարձել է նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա հայտարարել է, որ 2025 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քան 45%-ով։ Իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրի տնտեսությանը հասցնել միլիարդավոր դոլարների վնաս։ Փորձագետների գնահատականներով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժանալ երկրի ՀՆ-ի 15-ից 20%-ի կորուստ, առնվազն 5 միլիարդ դոլար։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45.4%-ով, եւ այս բացասական միտումը պահպանվում է։ Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց, Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իշխանության հայտարարություններին արձագանքել է նաև ընդդիմությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզում հայտարարել է, որ իշխանությունը սեփական սխալների պատասխանատվությունը փորձում է բարթել Ռուսաստանի վրա։ Քոչարյանը նաև նշել է, որ բոլոր հնարավոր աղետները Հայաստանի գլխին բերելուց հետո իշխանությունը հիմա էլ գնում է ժողովրդին սովի մատնելու ճանապարհով։ Այս մարդիկ, այս իշխանությունը էլ ինչ պիտի անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որը իրենց աջակցի։ Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր։ Հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել։ Երևի մնացել է մեկ բան է, ժողովրդին սոված թողել։ Հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Այ մարդ ինչ ունեք մեծ երկերը հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին։ Հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ։ ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի քմաչույքի հետ, սա ենք մենք ուզում։ Նայեք, երբ մենք մեղադրում ենք իրենց, որ պատերազմ եք հրահրել եւ ավելի քան 5000 զոհ ենք տվել, ինչ են մեզ ասում։ Խի եք թիվ ավելացնում։ 5000 չի քիչ է, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թկամ պաշտոնյան։
Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը շարունակում են խոսել ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև անվտանգության և խաղաղության մասին։ Արագածոտնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խաղաղությունը պետք է լինի ոչ թե բանավոր խոստումների, այլ հստակ գրավոր փաստաթղթի տեսքով։ Նա անդրադարձել է նաև գերիների խնդրին, սահմանային իրավիճակին և Ադրբեջանի հայտարարություններին, նշելով, որ հասարակությունը չգիտի, թե իրականում ինչ պայմանների շուրջ են ընթանում բանակցությունները։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք բերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բաժնեն, կատարեն, եթե չէ պատերազմը։ Ասում են, տես բան չի եղել, ես ասեմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կա ամեն ինչ էլ կա, որ Ալիևը ասում է, որ արագացեք իմ ժողովուրդը պետք է գա բնակվի։ Տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացեցիք, զորքը բերելու եմ շարեմ։ Որը դա ինստինկտյան ժողովուրդ ջան, ես ասեմ, ես այս երկրում ծնվել մեծացել եմ, այս երկիրը սիրում եմ, ինչ որ արել եմ, իմ երկրի համար ոլորտը լսել եք, տեսել եք, որ ոլորտը միայն մի ոլորտ սպորտն են վերցրել, որ ասենք թե 8 տարի մեդալ չեղել, սպորտմեն չեղել, սա գնացել է։ Այսօր միակ ոլորտն է երկում, որ կարաս հպարտանաս, ասես, բայց էլի իմ ուզածով չի, որ բոլոր գյուղերում սպորտ դպրոց պետք է լինի, որ երեխան փողոցից կտրվի։ Դպրոց եք սարքեխի գյուղերում, ասենք սպորտ դպրոց, որ երեխան փողոցից կտրվի, որ առողջ սերունդ ունենան։ Առաջնայինը, ես ասեմ, դպրոց են կառուցել, լավ են արել, իհարկե անհրաժեշտ է, բայց հիմնականում պետք է լիարժեք ճիշտ օգտագործի գումարները։ Այս ֆոնին նոր միջադեպ է արձանագրվել Լոռու մարզում։ Ոստիկանությունը ձերբակալել և նախաքննական մարմին է ներկայացրել 10 քաղաքացու քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ Ազատություն ռադիոկայանի դեպքը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի Մերձավան և Նորաշեն բնակավայրերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում Լոռու մարզից։ Լոռու մարզից ստացված ահազանգերի համաձայն Փամբակ գետի որոշ հատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքներ և շինաղբի կուտակումներ, ինչի հետևանքով փոխվում է գետի հունը և վնաս է հասցվում բնությանը։ Տեղացիները դա գնահատում են բնապահպանական լուրջ խնդիր։ Մեր նկարանող խումբը մեկնել է Լոռի հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում։ Ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը և ինչ են պատմել տեղի բնակիչները, տեսանյութում։ Վանաձորում քաղաքացին իր սեփական տարածք ստիպված է հասնել այսպես։ Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել քաղաքացու արտադրական տարածք։ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք չորացնում են Փամբակ գետի հունը, շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնում, փոխելով գետի հունը։ Հետո ցամաքած տարածքի վրա շինարարություն են անում։ Արդեն հասցրել են կառուցել լցակայան, սննդի կետ ու լվա ինքդ։ Բացի օբյեկտից ուրիշ ինչ են սարքում։ Այդտեղ զապրավկայա մեկ է օբյեկտ է, իսկ հաջորդը, որ էլի սենց արել են, այդ M6-ից, որ հենց աչ եք թեքվում, պուճուր մոստիկ եք ասնում, ճիշտ է, հենց այդտեղ կանգնեք, այդտեղից էլ է երևում, ընդեղ էլ է էլի բենզակալոն կայա լվա ինքդ բանը, այդտեղ էլի լրիվ գետի վրա են եկել։ Սեփականատերը դիմել է իրավապահներին, քննչական կոմիտեն դեռ 1 տարի առաջ եկել է, նկարել է տարածքը, դրոնով հստակեցրել կոորդինատներն ու հեռացել։ Քրեական վարույթ են նախաձեռնել, սակայն սա էլ տեղից չի շարժվում։ Այս հողը լրիվ լցրած ասա չպետք է այն։ Որ հողը։ Այն է, որ Փարիզից են կոմենտորը։ Հա։ Այդ հողը արդեն լիցք է։ Այդ գետի վրա։ Ու գետի վրա է։ Ուլը մի 4 մետր իրանք սենց մաքրեցին յանի։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ գետի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են նաև հիմա։ Տեղացիները պնդում են, որ բնությանը հասցրված վնասները մեծանում են, իսկ որոշ կառուցապատողներ գործում են օրենքի սահմաններից դուրս։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվում են ռազմագերիների ու զոհված զինծառայողների փոխանակումները։ Այս անգամ Մոսկվան Կիևին է փոխանցել 525 զոհված զինծառայողի աճյուն։ Կողմերը նաև ռազմագերիներ են փոխանակել 205-ը 205-ի դիմաց սկզբունքով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով սա ավելի լայն 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն է։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցը պատմական հաջողություն է անվանել։ Նրա խոսքով Պեկինի հետ ձեռք են բերվել կարևոր առևտրային պայմանավորվածություններ, հատկապես էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում։ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է ամերիկյան ընկերություններից հարյուրավոր ինքնաթիռներ և շարժիչներ գնել։ Սա վերջին 9 տարում ԱՄՆ նախագահի առաջին այցն էր Պեկին։ Եվ վերջում մարզական լուր։ Սուրեն Իշխանյանը դարձել է մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։